իշխանություններն ասում են, մենք կարճաժամկետ ծրագրերի խթանում չենք անում, որ մարդիկ երկարաժամկետ ծրագրերից օգտվեն։ Նարեկ Մկրտչյանը պարզաբանել է, ասել է, շատ քաղաքացիներ Արցախի Հանրապետության օգտվելով այս կարճաժամկետ ծրագրերից, այս վարձավճարների եւ այլն, չեն դիմում երկարաժամկետ ծրագրերի բնակապահովման եւ այլն։ Այս տեսակետի հետ համաձայն եք։ Ոչ, նորից եմ ասում, ինչ հասկացողություն է, կարճ ժամկետ, երկարաժամկետ։ Եթե ես մի հատ օրինակ բերեմ, այդ մարդը ներկայացնում է տեղ գյուղից այն կողմը Ադրբեջանի տարածք է ճանաչում, չէ՞։ Ոսկեպարի մեկ էլ Կիրանցու սահմանազատման, սահմանագծման ընթացքում ահագին տներ, ահագին բնակիչների սեփականությունը իրաց ձեռը գծել են, անցել է Ադրբեջանի տարածք, էլի ճանաչելով իրաց կողմից, որ դա Ադրբեջանի տարածք ենք ճանաչում։ Այդ մարդկանց վերցնում ես փոխհատուցում անում, ամբողջ գույքը, ամբողջ ինչով այդ մարդիկ խոսքի փոխանցել ես դեղ, բայց Արցախայության կարգավիճակում, իրավիճակում, որ այդ մարդիկ ստիպված են եղել դուրս գալ դեղուց, սպառնալիքների տակ, ցեղասպանության վտանգի տակ, եկած տեղ դու այդ մարդկանց տարանջատում ես մյուսներից, բոլորս հայ ենք։ Բոլորս տուժված ենք, չէ՞։ Մի մասում, մի կարգավիճակում տուժվածի կարգավիճակը ուրիշ է, ուրիշ ձևաչափով է, փոխհատուցում են ամբողջ գույքի, ամբողջ իրաց տան գույք, ստեղ եկած այս մեր Արցախահայության տեղահանված, նորից եմ ասում, իրանց մեղքով, իրանց սխալ որոշումներով, իրավ հանցագործ, դավաճան, թող ամեն մեկը իր դիրքորոշումը ով ինչ գործ ուղղության վրա ինքը իրան դրսևորել է, այդ պատասխանատվությունը ժամանակի ընթացքում կգա։ Բայց այս կարգավիճակում արցախցիներին 40,000 չէ, շատ է, բերեք 30 տանք, չէ, բայց 30-ն էլ է մի քիչ բան, բերեք 20, չի կանում, ձեր եք առնում այս ժողովրդին, հոգեբանական այս ժողովուրդը հարազատներ կորցրած, այս ժողովուրդը, որ ասում է ամեն իր սրբությունը, իր տունը, տեղը, հայրենիքը պատմական հազարամյա տարիներով ունեցած, որ ասում է հայկական Արցախը կորցրած, դուք եկած տեղ այս մարդկանց բանի տակ գաք ստեղ ողորմենք, ասեք, մեծ բան արեք, դուք պատասխանատու եք, ձեր մեղքով է եղել այսքանը սաղ։ Ինչի եք մարդկանց հասցնում, ինչ եք ուզում ես մարդկանցից, ինչի եք հասցնում, որ այդ մարդկանց մեջ ամեն անգամ, տարուկես 2 տարվա ընթացքում դուք իրոք մտածում եք, որ հարցի լուծումներ չեն ճարել, չէ, ոչ, արտագաղթի որոշումներ է սա ժողովրդին ստիպում են, ժողովրդին ամեն իրավիճակում բան են անում, որ ժողովուրդը թողնեն գնան Մայր Հայաստանից։ Մենք էլ չենք ուզում, մենք ուզում ենք ստե ապրենք։ Մենք սա մեր հայրենիքն է, Արցախն էլ եղել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե Ադրբեջանի, որովհետև քո բառերով ես ասել, Արցախը Հայաստանն է ու վերջ։ Հիմա այսօր եկել ասում ես Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջությունն է, բա որ տեղյակ չես եղել, կամ էլ չես տիրապետել այդքանի որ ումը ինչ է, ինչ ղեկավարի մասին է խոսում։ Դու ժողովրդին բերել ես աղետի հասցրել, ժողովրդին բերել ես ցեղասպանության բերանին կայնեցրել, մարդկանց գերիներին մասին խոսելու, անհետ կորածների հետ կախված, ինչ հարց եք լուծել, ինչ ուղղության վրա եք, ինչ հարց է լուծվում։ Իսրայելյան, հարց լուծողներն էլ Արցախի Հանրապետությունում նաև այսօր թիրախավորվում են, իմանցակ երևի, որ Սամվել Կարապետյանն է կալանավորվել այս առնչությամբ, որպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացի, ինչ դիրքորոշում ունեք։ Ես անդրադառնալով խոսքի Սամվել Կարապետյանի շուրջ այդ իրադարձությունները, ես գիտեմ, թե նայեք, Սամվել Կարապետյանը, ոնց որ Ռուբեն Վարդանյանը եկել է Արցախում Արցախահայության կողքը կաղնելով, ահագին ժամանակ մարդիկ քննադատում էին, չէ՞։ Նույնն էլ Սամվել Կարապետյանը այս ծանր իրավիճակը գնահատելով, որ մենք գնում ենք կործանման, գալով Հայաստան, հայ ժողովրդի կողքին կաղնելով, իր դիրքորոշումն է բան արել, որ ես եկեղեցու կողքին եմ։ Ազգային սկզբունքները, որ ասում եմ, մարդկային սկզբունքների հիման վրա արտահայտությունները, ամեն օր առավոտի ցիրուկում մենք բոլորս էլ դա ներկայացնում ենք։ Մենք եկեղեցու կողքին ենք, մենք հայ ժողովրդի հետ միասին ենք, մենք հայ ապրելու, հայ մնալու իրավունքների համար ենք պայքարում։ Հիմա այստեղ հարցը գիտեք ինչի մեջ է, որ այդ միջազգային, այդ համաշխարհային ճանաչված մարդիկ համարձակություն են վերադասում են խոսքի հայ լինելը, քան իրաց ունեցվածքը, գալիս են այդ ձևի արտահայտություններով, այդ ձևի ձևաչափով հայ ժողովրդի կողքին կայնում, իմանալով վտանգները, իմանալով բոլոր ռիսկերը, չէ։ Հիմա ես ուզում եմ ասեմ, խե մեր հանրության մեջ մենակ Ռուբեն Վարդանյանը, մեկ էլ Սամվել Կարապետյանն է,
բայց մնացածը խի են լռում, բայց մնացածը խիչ են արձագանքում, խիչ են գալիս, էլի հասարակ ժողովուրդն է գնում այդ մարդկանց աջակցելու, էլի հասարակ ժողովուրդը։ Երկրորդը Սամվել Կարապետյանը Արցախայության մեջ, Արցախայության համար, Արցախայության մեջ մեծ որ ասում եմ հարգանքի տեղ ունի, որովհետև Սամվել Կարապետյանը այն առաջին մարդկանցից մեկն է, որ միշտ Արցախայության կողքին է եղել ու ոչ բառերով։ Սամվել Կարապետյանը ահագին օգնություններ է արել Արցախայությանը, մինչև օրս էլ Տաշիրում բնակվող Արցախայությունը տեղահանված ամեն մեկին առանձին իրենց կողմից թե օգնություններն է, թե բնակարանների հարցերը, թե ամեն ինչով է։ Ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ, մենք ինչ հայի տեսակ ենք ուզում տեսնել մեր հանրության մեջ։ Մենք ինչ ենք ուզում ողջունենք։ Հիմա Փաշինյանը ճակերտի մեջ է վերցնում Սամվել Կարապետյանի բարեգործ բարերար լինելու արտահայտությունը, ինչ կասեք այս մասին, այսինքն կասկածի տակ է դնում։ Գիտեք, եթե անդրադառնում ենք ներկա իշխանության կամ ղեկավարի մասին խոսքը, ներկա ղեկավարը ամեն ինչն է կասկածանքի տակ դնում։ Մեր հայ լինելուց սկսած, մեր հավատքից սկսած, մեր պատմական հազարամյա տարիներ պատմություն ունեցող ազգից ցեղասպանությունն է կասկածանքի տակ դնում, ամեն ինչն է կասկածանքի տակ դնում։ Ու ես ասում եմ, բոլորիդ վաճառելու են։ Մեզ սարքել են առևտրի առարկա։ Եթե երկրի ղեկավար անձը ներկայացուցիչը ասում է խաղաղություն պայմանագիր կնքելուց հետո մենք բոլորս հնարավորություն ունենք առևտուր հաջորդ օրը սկսենք։ Այդ իրան ասելու ներկայացնելու, բայց Ադրբեջանի ղեկավարը այդ առևտուրը մեր հողերի մասին է գնում, մեր ամեն մեկիս մասին է գնում, որ ձեզ առնելու ենք մենք, դուք վաճառելու առարկա եք։ Այս կողմից էլ ասում են լավ եք ապրելու կամ ավելի շատ փող կաշխատեք ո՞ս մեկ է մույսը։ Այդ տարբերությունը դրա մեջ է։ Առևտուրի առարկա են սարքել։ Հիմա ամեն մի մարդ, որ փորձում է համարձակ խոսելու, ամեն մի մարդ, որ խոսում է, ամենը իր տեղը խոսելու։ Մենք հայ լինելուց խի պիտի վախենք կամ քաշվենք։ Մենք իրավունքներից խի պիտի քաշվենք կամ մտավախություն դրա մեջ բանանենք։ Ամոթա մեզ բոլորին, Սփյուռքին եմ կոչանում, բոլորին եմ կոչանում։ Ինչ համախմբությունից եք խոսում կամ եթե մենակ արձագանքներով կամ մենակ բաներով եք բավարարվում։ Ինչ որ մի արարողություն լինում է, բավարարվում եք արձագանքներով կամ ինչ որ արտահայտություններով։ Արցախում գտնվելու 9 ամսի բլոկադայի ժամանակ ժողովուրդը դեղեկել է սովամահի է արդեն ասում, մենակ արձագանքով, մենակ որ ասում արտահայտություններով եք բավարարվել։ Այ խնդիրը դրա մեջ է։ Իրանք էլ առիթավորված այ բոլոր իրաց ծրագրերը նորից ասեմ ծրագրեր են իրականացնում։ Ոստեղ այսօրվա Արցախայության կողմից բոլոր այդ որ ասում եմ բողոքներն կամ ներկայացրած բանն ամեն ձևի ձգտում են թե ճնշելով, թե տարբեր մարդկանց նույնպես Արցախայության մեջ գտնվող սրիկաներով Արցախայության մեջ ատելություն առաջացնեն իրար նկատմամբ։ Սրիկաների հետ կապված մի բան հարցնեմ, համացանցում տարածվեց ադրբեջանցու կողմից մի տեսանյութ, որտեղ արցախցիներից մեկը, որը բենզալցակայանների տեր էր, տների տեր էր, իր խոսքով Զավիշյանի էր թողել ադրբեջանցիներին, ասելով որ վայելեք, ես ունեմ, են էլ ձեզ լնի, են էլ արդեն քոնն է եւ այլն։ Շատ են այս արցախցիները, որ այսպես կտակ են թողնում ադրբեջանցիներին իրենց ունեցված։ Ասեմ ձեզ, ոչ բոլորը Արցախահայությունը, Արցախցին ինքնօրինակելի հայի տեսակ է եղել, որպես պայքարող, որպես այդ ավանդույթների առաջնային ազգային գաղափարախոսությունն է, մարդկային հիմունքները պահպանող Բաբկենին ճանաչում եք դուք, Բաբկեն։ Անձամբ ես տես մարդկանց չեմ ճանաչում ու գիտեք ես ինձ համար էլ որպես արցախցի լինելով կամաչեմ էլ արձագանքեմ այդ մարդու նմանատիպ մարդու հետ, բայց ես ուրիշ բան ասեմ, Արցախայության մեծամասնությունը ով ինչ ուզում է ասի, թասիբով հայրենասեր նվիրված բան են, հայի տեսակ են ու մեր բոլոր այս գործողության process-ների մեջ այդ մարդկանց այս իրավիճակում հայտնվելը դա իրաց մեղքով չի եղել, ժողովրդին խաբել են, մեր դեղ գտնվելու ապրելու ժամանակ նույն գործողությունը դեղ է եղել, որ ուզում էինք դուրս գանք բողոքել կամ ինչ որ ասում է պետք չի, Ադրբեջանը հարձակվելու է, եթե ուզում ենք ինչ որ մի բան բողոքեինք, որ ճշմարտությունը ասում է պետք չի, Նիկոլ Փաշինյանը փող չի ուղարկելու Արցախ, այո, հենց այդ փողի զոհն ենք դարել, եթե արդեն եկել է մի հատ իրավիճակում հասել, որ զոհաբերում են երեխուն դրա գին ունի 10 միլիոն, տունը թուրքը բարանում դրա գին ունի, հասկանալ չի, որ հայրենիքդ վաճառված է, այն բանին, որ մենք ամբողջ կյանքում, որ ասում եմ մարդկային, ազգային բաների, որ ասում եմ միշտ մենք խոնարհվում էինք, որ դա անգին էր, արժեքներին, ինչն է,
ծնողը տա, հայրենիքը տա, հավատքը տա, որ դա արդեն սարքել են փողի առարկա, առևտրի առարկա, ժողովուրդ բոլորի տերոմը եկել է դեր կործանման բանը։ Բոլորին էլ զգուշացնում եմ, նորից եմ ասում, չմտածեք, որ այսօրվա իրավիճակում ամեն մարդ ինքնանպատակ դնելով ինքը ժողովրդի անունից խոսելով կամ ժողովրդի խոսքումներ տալով ինքնանպատակների են հասնում, վաղը առաջի առևտրի առարկան դուք եք լինելու։ Ձեզ են ծախելու։ Պարոն Իսրայելյան, հետագա քայլերը հաշվի առնելով այն մասնավոր ծրագրերը, որ դուք նշեցիք, դա նույնիսկ միջ վրան խփելը կային, հա, այդ խոցելի խմբերի համար աջակցությունը հիմա փաստորեն ստացվում է արցախցիների մեծամասնությունը զրկվելու է սոցիալական աջակցությունից, որը հետևանք է լինելու նրան, որ մեր հայրենակիցները հայտնվելու են փողոցում եւ ինչպես նաեւ դուք նշեցիք ձեր խոսքում հնարավոր է արտագաղթ լինի։ Հիմա ինչ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի այդ process-ը կանգնացվի։ Նայեք, այսօրվա ակցիան, այս ձևաչափով որ ներկայացրել եք, առաջի հերթին սոցիալական աջակցության հարցը, խնդիրը վերանայի կառավարությունը իր որոշումները, անժամկետ սոցիալական աջակցությունով ապահովի Արցախահայությանը, մինչև բոլոր այդ հարցերի պատասխանները, բոլոր խոսքի ժողովուրդը չբավարարվեն այն հարցերի շուրջ, խոսքի բնակարանային հարցերի հետ կախված մնացած հարցերի շուրջ, որ բողոքի առիթ չլինի, բավարարեք, մեղք են ժողովուրդը, դուք եք մեղավոր, տեր կաղնեք է ժողովուրդին, չեք կարում տեր կաղնեք, ինչ մասնագետների մասին եք խոսում, ինչ բայց ղեկավար մարդիկ եք, եթե տարուկեսվա 2 տարվա մեջ դուք մասնագիտական խնդիրներ ունեք, որ չեք կարում լուծումների ճիշտ ձևաչափով ներկայացնեք, որ հանրության համար հասանելի լինի, բայց մենք հույսներս ում վրա պիտի դնենք, կամ ինչ պիտի անենք, դուրս եկեք այս սաղեց հարցերը թողած աթոռի պահելու կռիվ եք տանում, աթոռը ինչ որ ասում է, մեր MOU-ս կողմերն էլ աթոռ զբաղեցնելու կռիվ եք տանում։ Պատկերացնում եք ժողովրդին սեղ զոհաբերում են ինքնանպատակների հասնելու համար։ Ես այսքան մտքեր ինչի համար եմ ասում, ժողովրդին եմ կոչ անում, մի հավատացեք, բոլորը ձեզ խաբում են, Արցախայության խաբում են, այս կարգավիճակում Հայաստանաբնակ մայր Հայաստանում գտնվող ժողովրդին էլ խաբում են ուրիշ ոլորտում, ուրիշ մոլորելու հարցեր, ասա ծրագրեր է իրականացվում մեզ շեղելու կարևոր խնդիրներից, կարևոր որ ասում հարցերի շուրջ կարգված։ Շնորհակալություն։